նստեք, որտեղ հարցրեցի, ասեցի, ով կա, ասեցի։ Պարոն Օրբելյան, կասեք ինչի համար էր, հա, այսօրվա նիստը, ինչու դեռ ըմփակ եղավ։ Նայեք, հետևյալն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով ունի լիազորություն։ Այդ լիազորությունն է համաձայնություն տալ պատգամավորի տեխնացուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, քրեական մեղադրանք առաջադրելուն, այսպես ասած։ Մենք տեսանք վերջին ժամանակաշրջանում, որ այդ լիազորությունը իրականացնելուց կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության մի բան անում։ Նստում ենք, խոսում ենք, ինքը ոչ մի բան չոր ակտագրում, ակտից չենք հասկանում ինչով պատճառաբան է։ Ըստ էության մենք մեծ պարզ հարց ենք տվել վարչական վարույթի ժամանակ, այն ինչ որ ես ներքևում էլ ասի կարող եք պարզաբանել մեզ վարույթի առանձնահատկությունը։ Ինչ պետք է լինի, որ մերժեք։ Որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է իրավունք ունի նաև համաձայնություն չտալու։ Մեզ պետք է ընդհանրապես հասկանանք ապացուցողական ստանդարտը։ Կարող է ցածր լինի, կարող է բարձր լինի, որովհետև փորձել ենք բոլոր արգումենտները։ Ցույց ենք տվել, որ քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է։ Ցույց ենք տվել, որ չի կարող հարուցվել։ Վաղեմության ժամկետը անցած է, համապատասխանաբար առանց անձի համաձայնության չի էլ կարող գործընթաց իրականացվել։ Ցույց ենք տվել, որ կա քաղաքական դրդապատճառներ։ Ցույց ենք տվել, որ ժամանակագրությունը շատ տարօրինակ ձևով է ընտրված 18 թվականի հարուցված գործով ինչի հենց հիմա եւ այլն։ Ցույց ենք տվել, որ ակնհայտ սխալ տեղեկատվություն կա մեղադրանքի մեջ, գնահատականներ են տված, որոնք ուղղակիորեն հերքվում են։ Հանձնաժողովը ամեն ինչին հաստատում ենք դատարան չենք, մենք իրավաբանական գնահատական չենք տալիս, մենք ապա քաղաքական մարմին ենք, քաղաքական գնահատական չենք տալիս, չնայած ընտրությունները կարգավորող մարմինը ինքնին ապա քաղաքական չի, ապա կուսակցական այդ տարբերություն կա։ Հիմա մենք վերջում ունեցել ենք դատական ակտ, ներողություն, վարչական ակտ, որը կարող է ցանկացած մարդ մտնել եւ բացել կարդալ, կտեսնեք, որ ոչ մի պատճառաբանություն ինչի տվեց համաձայնություն կամ ինչի չի մերժում համաձայնություն տալը չկա, ուղղակի գրել է, որ դիմեց դատախազը ներկայացրեց, ասեց այս ամեն ինչը, դրանից հետո նայեցինք, որոշեցինք։ Գումարած դրան կա ընդհանցակարգային խախտումներ, օրինակ, երբ որ ասենք լավ, ինչ պետք է արվի, ընթերցեց Սահմանադրական դատարանի որոշումը, որտեղ գրված է ծանոթանաք նյութերին դիրքորոշում հայտնել հարցեր տալ, ասի լավ, դե բերեք հարցեր տանք, մեր ընթացքում հասկանանք, ասես չեք կարող հարցեր տալ։ Հիմա մենք ասում ենք վարչական դատարանի որոշումը, վարչական դատարանին մենք խնդրել ենք ոչ թե որ բովանդակային քննարկի, որովհետև դատախազությունն է եկել ցավոք որպես երրորդ ցավոք կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկա չի, որպեսզի հասկանանք վերջի վերջո իրենց որոշման պատճառաբանության ստանդարտը, բայց մենք հիմա ստիպված դատարանում դատավորի մնացած բոլորի հետ քննարկում ենք ինչ պիտի որոշել։ Իսկ իրականում մեր վարչական իրավունքը հետևյալն է, վարչական մարմինը պետք է որոշեր, պատճառաբաներ, գրեր, հիմնավոր ապացույցները գցեր, այ վարչական դատարանը դա վերանայեր։ Ոչ թե նոր գար փորձեր հասկանալ ինչ պետք է քննարկեն, եւ հիմնականում մեր ակցենտը դրա շուրջ է, որովհետեւ ես լավ պատկերացնում եմ, որ վարչական դատարանը չի, որ պետք է քրեադատավարական գնահատական տարարքին, վարչական դատարանը չի, որ պետք է որոշում ընդունի մեղավորության կամ ամեղության կամ այս պահին քրեադատավարական գործընթացների իրավաչափության վերաբերյալ, բայց վարչական դատարանն է, որը պետք է ստիպի կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրականացնել իր գործառույթը։ Ընդ որում, քանի որ ընտրական օրենսգիրքը շատ լայն են, ըստ էության շատ մանրամասներ չկա, դա որոշակիորեն արդեն իսկ պարզաբանված է Սահմանադրական դատարանի որոշմամբ, եւ այստեղ արդեն կարեւոր է, որ վարչական մարմինը ինքը իր պրակտիկայում հստակեցնի։ Այսինքն պետք է լինեն մերժումներ կամ ընդհակառակը չլինի մերժում, բայց այդ հաստատումներում շատ մանրամասն պատճառաբանի ինչի է համաձայնություն տալիս։ Կրկնեմ, որովհետեւ երբ որ մենք փորձեցինք հիմնավորենք, որ քրեական գործ հիմնավոր չի, ասես մենք չենք քննարկում, լրիվ ընկալելի ընդունելի մոտեցում է, բայց ասենք լավ, այդ դեպքում բերեք հասկանանք ինչ ստանդարտով պետք է համաձայնություն տաք եւ կամ մի հատ կենտրոնական խնդիր, ինչի այսօր։ Այ եթե ինչի այսօրի հարցի պատասխանը կարողանում ենք ստանալ, բավականին շատ հարցեր կարգավորվում են։ Բայց ձեզ ժամանակագրությունը ինչով է կարևոր։ Չեմ կարող ասել, բայց ոչ թե պետք է, ինչով է կարևոր, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի որոշակի ժամանակահատված, երբ իրենից հարցնում են։ Դրանից հետո եւ դրանից առաջ իր համաձայնության կարիքը չկա։ Ինքը այդ ժամանակահատվածում իրականացնում է ընտրական իրավունքը ամբողջությամբ եւ դա առանցքային ամենակարևոր իրավունքներից մեկն է պետական մնացած բոլոր ամեն ինչի գործառույթների համեմատ։ Այդ թվում նաև դատախազության կողմից քրեական հետապնդումների եւ այլի հետ կապված։ Եվ հետեւաբար, եթե դա հրատապությունը պարզ է, պայմանական եմ ասում, եթե մեղադրանքում ինչ որ
հիմնավորումներ կան օրինակ այս պահին տեղի ունեցող գործընթացով, այդտեղ կարելի է քննարկման առարկա դառնալ, բայց պատճառաբանություններ պետք է լինեն, չի կարող էլի չլինի պատճառաբանություն։ Դա նույն խնդիրը կա, այս նույն դատարանում հիմա այսօր էր ոնց որ թե հետաձգվել, քննարկվել է օրինակ Դավիթ Ղազինյանի հետ կապված գործը, որտեղ ըստ էության ակնհայտ երևում է, որ մեղադրանքը հիմնված է բամբասանքի վրա, այսինքն երկու մարդկանց առնվազն այդ ինֆորմացիան ինչի ես եմ տիրապետում, հրապարակային ինչ որ եղել է։ Հիմա նորից վերադառնանք ժամանակագրությունը, դա իմ ընկալմամբ կետերից մեկն է, բայց վարչական մարմինը կարող է իր ստանդարտը սահմանել, երբ որ վարչական մարմինները ունեն հայացողություն լայնանշված, իրանք ինչ որ դրա շրջանակներում ելնելով սկզբունքներից, լինելով մոտեցումներից, նպատակից, սահմանադրական գործառույթից կարող են ինչ որ սահմանել, բայց ինքը պարտավոր է դա սահմանի, պարտավոր է կողմի պարզաբանի իր իրավունքները, պարտականությունները, վարույթի առարկությունները, նոր դրանից հետո համապատասխանաբար որոշում ընդունի, որ կողմի համար էլ կանխատեսելի լինի գործընթաց։ Ճիշտ ենք հասկանում, տեսեք, այս գործը միևնույն է 22 տարի առաջվա ինչ-որ որոշման հետ է կապված եւ վաղեմության ժամկետի խնդիր կա ակնհայտորեն։ Միևնույն է, ոնց հասկանում դուք ունեք համոզմունք, որ դատարանում, այսպես ասած, ջուրն է լցվելու այս ամեն ինչը, բայց այս պահին պետք է ինչ-որ հարցով նեղություն տալ Քոչարյանին, մեկուսացնել, այ դա չեն կարողանում հասկանալ ինչի համար։ Պարոն Քոչարյանը, օրինակը բերեմ, որ պարզելն է, պարոն Քոչարյանը նախապես տեղեկացրեց, որ մի քանի օրով պլանավորում է մեկնել արտասահման, սահմանի վրա ոչ իրավաչափ եղանակով, առնվազն մինչև հիմա հարցմանը պատասխան չեմ ստացել, ինչ իրավական հիմքով չեն թողել։ Դրանից հետո այդ ձայնագրությունը ԱԱԾ-ի հայտնվեց լրատվամիջոցներից կոնկրետ լրատվամիջոցի մոտ։ Հետո այդ լրատվամիջոցի հետ ասոցացվող անձը, ասոցացվող չէ, էլի ուղիղ կապ ունեցող անձը հստակ ասեց, դե ԱԱԾ-ի նյութերն ում ուզում է տալիս, ում ուզում է չի տալիս, ինչ ուղղակիորեն հակասում է սահմանադրության կարգավորումներին, անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներին, մեկ էլ հաջորդ օրը սա տեղի ունեցավ։ Հիմա կապը կա, թե չկա, չեմ կարող ասել։ Ես դրանից հետո չի նշանակում դրա պատճառով բան կա, հա, ընդհանուր տրամաբանական կառուցվածքի կանոն կա, բայց դա չի էլ նշանակում, որ կապ չունի։ Հետևաբար վարչական դատարան, երբ որ դիմում են մի հատ ներողություն ԿՀ, երբ որ դիմում են մի հատ գործով, որի վաղեմությունը անցել է, որը վերաբերվում է, ինչպես նշեցի, 22 տարի առաջվա ինչ-որ բանի, ընդ որում մեղադրանքները բավականին պրոբլեմատիկ են, որտեղ ձևակերպումները հենց ԿՀ-ի նիստում ցույց տվեցինք, էլի, որ այդտեղ այն հիմնավորումները, որ սա կրթական հաստատություն է, այդքան էլ այդպես չի, որ այս նախագահան վավերացրել է նախագահան սահմանադրության մինչև 2005 թվականը, 95-ից 2005 կառավարության որոշումներ էր վավերացնում եւ սա որևէ ձև վերագրել որպես հանցավոր արարք հնարավոր չի եւ այլն։ Բազմաթիվ, բայց դրան չանդրադառնալը կարող եմ եթե պատճառաբանված լիներ, հասկանայի, որ ասել լավ, դե մեր տիրույթում չի, չնայած իմ կարծիքով, երբ որ առերևույթ հանցագործություն չկա, առերևույթ ակնհայտ է, պետք չի մասնագետ լինել, որ չկա, նույնպես պետք է գնահատվեր, բայց ինչևից է, հիմա մենք ունենք մի հատ իրավիճակ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է ակտ, որը կրկնում եմ, կարող եմ բոլորը բացել եւ կարդալ եւ փորձել տեսնել ինչ պատճառաբանություն է գրված։ Election CM-ում կա ԿՀ-ի մասին որոշումներ բաժին 262A ակտը, փորձեք կարդացեք, նկարագրված է, մեղադրանքը նկարագրված է, որ դիմեցին, նկարագրված է, որ կողմերը խոսեցին եւ համապատասխանաբար այդ հետևանքները։ Այսինքն ես ներողություն եմ խնդրում, ոնց որ թե դատականիստն է շարունակվում, հետո ավելի այլ հանգամանքներում կպարզաբանեմ այդ ակնկալությունը։